հայերը նույնպես շատ հին պատմության դարերում որ փնտրեք, եթե փնտրեք ժամանակ գտնեք, անպայման կգտնեք, որ այն ժամանակ նույնպես երեխաների համար հատուկ եղել են սարքեր, որ երեխան, տեսեք, ձերքի մատերը, ես ուզում եի դա ցույց տալ, կներեք, ես այստեղ կանեմ, դուք, չգիտեմ, երևում է թե չի երևում ձեզ։ Երևում է։ Մարդու մարմինը ավտոմեքենայի հետ հենց այնպես շամնատեցին։ Նայեք, մեր մարմինը, մեր ձերքի վրա, չգիտեմ, դա Աստված պապիկն է հորինել այդ հնարավորությունը, որ մարդը ունենա ձերքի վրա մեքենան, երբ կանգ առնում, վարորդը նայում աշիթոկին, որի վրա նշված է, որ մեջը բենզին չկա, նա չի իջնում մատը մտցնի բակի մեջ տեսնի, վայ մեր ափը մեր արտահայտված մասն է, ինչպես նաև մեր ականջի խեցին էմբրիոնի կառուցվածքն է մեր։ Հիմա նայեք, եթե այս երկու մատերը երևում է, չգիտեմ իմ մատերը թե ոչ, սրանք քայլելու համար են, ուրեմն սրանք երկուսը բռնելու համար են։ Սա ներողություն մեր գլուխն է, որը երբեմն մարդն ասում է, այս սենց գլուխ ունի, չէ, կամ այսպիսի առողջություն, գլուխն է, դա մեր գլուխն է։ Եվ այն, որ մարդու արտաքին դիմացի մասը, եթե ես երբևէ ցիստիտի կամ ասենք ինչ որ մի ավելի այս մասի հետ կապված կանացի ինչ որ հարցի, միզասեռական համակարգի, ուզենամ ինչ որ մի բան հասկանամ, ես դա ուսումնասիրում եմ այստեղից։ Եվ եթե դա հիմարոյ է, թութք, կամ ասենք ողնաշարի հետ կապված, կամ երիկամների հետ կապված երևույթ է, ես դա այստեղ եմ փնտրում, այստեղ եմ գտնում այն կետերը, որոնք ինձ կօգնեն, որ ես լոբուհատիկը տեղադրեմ, որ մարդը կարողանա երիկամի հետ կապված հարցերը ոչ միայն բժշկի օգնությունը ստանա, այլ նաև իր սեփական հնարավորությունները օգտագործի։ Ես ցավում եմ, որ նման հարց առաջացավ, բայց ասեմ, այդ հարցը հայկական հին պատմության մեջ եղել են մականախաղեր, եղել են ֆուտբոլի նման երևույթներ, մենք բոլորս դրան անտեղյակ ենք մնացել։ Գուցե ես ինքս երկար տարիներ եղել եմ Կուսկոմիտեի առաջին մարդ, եղել եմ կոմունիստ, բայց զգում եմ, որ անտեսել եկեղեցին, անտեսել հնությունը, պատմությունը չի կարելի։ Կառուցիր քո նորը հնից վերցնելով լավագույնը։ Այդ որ մի ճարտարապետն է փախչող հողերի վրա շենք կառուցում, ոչ մեկը, եթե նա իսկական ճարտարապետ է։ Հրաշալի է ասված, Տիկին Այդա, եւ մեկ էլ մի բան, եթե ամփոփելով առողջ երկարակեցության համար մարդուն ինչ է անհրաժեշտ ֆիզիկական, այսինքն առողջ մարմին, բայց նաեւ հաշվի առնելով հոգեկան վիճակը, այսպես առողջ հոգեսոմատիկան, ձեր փորձառությունն էլ տարիների տասնամյակներին ինչ է ցույց տալիս առողջ երկարակեցության բաղադրիչները եւ ինչպես հասնել դրան։ Շատ շնորհակալ եմ նման հարցի համար, բայց դա այնքան տարածում հարց է։ Դե ասացի, որ հնարավորինս համառոտ։ Իմ փորձից ես այսպես սկսեցի, որպեսզի ձեզ հասանելի լինի, որ այն երկաթը, որ ճիշտ չի ծեծվում, նրանից հին ժամանակ թուր չէին պատրաստում։ Ծեծվում է, փորձվում է, ամրացվում է ամենը։ Եթե դուք երեխային բամբակների մեջ պահեք, նա երբեք, գիտեք, այնպիսի մի լավ խոսք կա, ասում են բանջարանոցային դաստիարակությունը ապրանք գերխնամքը եւ խնամքը սովորեցրեք երեխային։ Ես շատ ծանոթ մարդիկ ունեմ, որ մեծահարուստ մարդիկ են, բայց իրանց երեխային այսօր, վաղը եւ մյուս օր հասկացում են, որ այդ բոլորը ինչ ես ստեղծել եմ, քրտինքով եմ ստեղծել, ստեղծի ինքդ քո համար քո քրտինքով, կարող եմ օգնել, կօգնեմ, ոչ, դրանք բոլորը քեզ համար չի, դու ինքդ ստեղծի, քո ճանապարհը հարթիր, դու ինքդ ես ստեղծում այդ ամենը, ավելի խելացի ես լինում եւ ավելի ոչ մի շռայլող, ոչ մի խափեփա, ոչ մի գախնի վատ բաներ անող գումար կուտակող մարդ չի վայելում իր այդ ունեցածը, ինքը վայելի իր երեխան չի կարողանա, որտեղ դա ժամանակավոր բան է։ Ես շատ կուզենայի, որ սա
այս հաղորդումը լիներ ժամանակ առ ժամանակ, որտեվ ես ասելու բան շատ ունեմ։ Գիտեմ, Տիկին, դա էսել եմ ափսոսում, որ ժամանակը քիչ է։ Մեր ժամանակը, որը քիչ է, մեր եթերը բավականին սեղմ է եւ պարզապես կասեմ, ապրեք ապրելու համար, ոչ դեղեր խմելու համար։ Ապրեք ինքներդ ձեզ նեղություն տալով։ Ջահելներին հանգիստ թողեք։ Նրանք այնքան հոգսեր ունեն, նրանք այնքան կարիքներ ունեն։ Եթե կարող եք օգնել, խնդրեմ։ Իմ հարցը, որ ասում է նկուղից բան պիտի բերվի, մինչև ինքը կմտածի, ես արդեն նկուղից բերում եմ տվյալ։ Ջղայնանում ասում է, մամա, ես քեզ չէի ասել, բայց ես գնացի վերեցի։ Ես այս տարիքում աշխատանքից հոգնած գնում եմ տուն, երբեմն քաղցած։ Ինքնաբավ եք։ Բայց մինչև դուրնից ներս մտնելը ես այգի ունեմ։ Ճիշտ է, դա խնամված, շատ խնամված այգի չի, բայց այնտեղ տարվա բոլոր եղանակներին ես ունեմ ծաղկող ծաղիկ։ Եվ չեմ մնացել թասով վաճառվող ելակներին կամ փայլեցրած թույնը ներս քաշած խնձորին։ Երբ ես խնձորը գնում եմ, ես անպայման վերցնում եմ փոշոտը։ Որթոտը, որպեսզի այսպես արած չլինի, որ այն թույները, որ սրսկվել է, դե հիմա մի հոգի ինձ լավություն անելու համար ես ասեցի մի հատ բացատրեմ ձեզ, հեքիաթը վերջանալուց հետո երկնքից ինչ է անգնում 3 խնձոր։ Թագավորը, որ մեռնելու վրա է լինում, ասում է գնացեք բերեք անմահական ջուր, որ ես կենթանանամ, դա խնձորի քացախն է։ Ես խնձորի քացախով եմ ապրել եւ սոդայով եմ ապրում, կերակրի սոդայով։ Մաքրում եմ օրգանիզմը։ Ես կորոնայով հիվանդացած մարդկանց հետ աշխատեցի եւ չվարակվեցի։ Ոչ միայն նրա համար, որ ստացել էի կամ չէի ստացել կորոնայի սիճուկը, այլ նրա համար, որտեղ իմ իմունիտետը ես ամեն տարի բարձրացնում եմ։ Ամեն օր, երբ ես մեկին մի լավ բան եմ անում, իմ թոշակից ես վճարում եմ այն երեխայի համար, ով փող չունի, որ վճարը կատարի, որ գա ողնաշարը շտկելու։ Ինչ անենք, չունի, ոչինչ, Աստված ինձ կտա։ Հաջորդ օրը ես իմ կյանքը ավելի լավ եմ տեսնում։ Տիկին, դա հրաշալի բաների մասին եք խոսում, բայց ավաղ մեր ժամկետը այո, տիեզերական կանոնների, որոնք որ աշխատում են ու արդեն մարդը կյանքի փորձի հետ դա արդեն հասկանում է, որ այո, ամեն ինչ բալանսի մեջ է ու ամեն ինչ ոչ պատահական։ Շնորհակալ եմ, որ եկաք ձեր թանկագին ժամանակի համար եւ հետաքրքիր ու շատ տարբերվող զրույցի համար։ Ձեզ ասեմ։ Եվ ընդամենը վերջին եւ ամենակարևոր խոսքը։ Յուրաքանչյուր քաղաքում Օֆելիա կարող է լինի, Տիկին Այդա չէ, Այդա կարող է լինի, շատ, նույնիսկ Վերդինը Այդայի մասին գրել, բայց հիշեք, տիեզերական անեզր տարածության մեջ, հսկայական տարածության, միայն դուք եք, որ ունեք այդ երեխան, միայն դուք եք, որ ամուսնացել եք այս մարդու հետ, միայն դուք եք, եւ եթե այդպես է, մի վնասեք, Տիրոջ ստեղծած այդ միակին, պահեք, փայփայեք, մի նստեք դիվանի վրա, մի նստեք սերիալ նայելու միայն, ես էլ եմ նայում սերիալից առաջ ու հետո ես այնքան եմ աշխատում, որ այդ մի 40 րոպեն կարող է եւ 50, չգիտեմ, համենայն դեպս եղեք ձեր ազգանունի տերը, եղեք ձեր ազգի կառուցողը, խորհուրդ տվեք ջահելին, ոչ թե պարտադրեք, կարող եք օգնել, Աստված ձեզ հետ, չեք կարող օգնել, մի խանգարեք։ Գոնե խաղաղությունը, շնորհակալ եմ։ Եվ հաճախեք պոլիկլինիկաները, շատ տեղերում կան բուժական ֆիզկուլտուրայի կաբինետներ, գուցե ինչ-որ միտեղ մի քիչ լավ, ինչ-որ միտեղ մի քիչ վատը, բայց եթե չունեք ոչ մեկը, պարզապես հիշեք երեխա ժամանակ ոնց էիք շկաֆի վրայից թռնում գետնին, կամ ինչպես էիք թղթից գնդակ սարքում ֆուտբոլ տշում։ Գնացեք արեք այդ բոլորը, եւ Աստված ձեզ հետ։ Ապրեք, շնորհակալություն։